հոգևոր կյանքի հետ կապակցաբար գա այդ մոդեցումը, որ նույնիսկ քրիստոնյաները իրենց գարքին ունին սխալ կերպով արժեք տալ սատանային ուժին եւ սատանային գործերուն, նկատի ունենալով, որ սատանան կփորձե սատանան վնաս հասցնել գուզե եւ նաեւ նկատի առնելով, որ շատ անգամ դժբախտությունները, դժվարությունները մեր կյանքերեն ներս ավելի հեշտ կերևին, քան մեր ակնկալած առողջությունը, հաջողությունը, հաղթությունը եւ այլն, այսպես մենք եզրակացության հասած ենք քրիստոնյաներս եւ բոլոր անոնք, որոնք հոգեվոր դիդանգյունեն գնային կյանքի պայմաններուն, թե թշնամին զորավոր է եւ որովհետեւ զորավոր է ինքը կհաջողի այս բաները մեզի ընել։ Ասիկա դժբախտ եւ ժխտական վիճակ մը կստեղծե, հոգեբանություն մը, հոգեգան մը կստեղծե մեր ներսիտին եւ մենք սխալ մոդեցում մը գշինենք մեր ինքնության մեջ փորձություններուն նկատմամբ, սատանային գործերուն նկատմամբ եւ թե լավ չենք հասկնար մեր հոգևոր ինքնությունը եւ թե մենք ինչ կրնանք անել ու ինչ բաներ չենք կրնար անել։ Այսօր գուզեմ այդ ուղղությամբ խոսիլ Ղուկաս 4:13-ին խորակիրը թշնամին կսպասե պայմանները։ Ասե սահմանը թշնամին։ Թշնամին այսքե անտին ուրիշ միջոց եւ հնարավորություն չունի։ Թշնամին մուրացկանի պես, քող ավազագի պես գսպասե պայմանները, որբեսի հապշտագե, քողնա։ Այլապես ինքը իրավունքով, ուժով, փամը ընելու կարողություն չունի։ Իմ կյանքիս մեջ եւ քու կյանքիդ մեջ պայմանները փոխելու կարողություն չունի։ Եվ մենք բեք չէ իրեն դանք այդ վարգը, այդ դոգոսը, այդ կրեդին, որ շատ անգամ կտեսնենք կդրվի կրոնական միջավայրի մեջ, լա հոգևոր եւ լա ոչ կամ լա քրիստոնյա եւ կամ ոչ քրիստոնյա միջավայրներուն մեջ։ Գարտանք համարը գսե սատանան ամեն տեսակի փորձություն վերջացնելը յետ ժամանակվան համար հերացավ Հիսուսեն։ Տեսեք, ամեն տեսակ փորձություն։ Ուզեմ բահամը այսպես բատկերը մեծնես եւ մտածես ինչ կսել է ամեն տեսակ փորձություն։ Նկատի առնես կյանքիդ մեջ քեզի հանդիպող փորձությունները, մարդոց կողմէ ըսված փորձությունները, որոնք լսած ես, եւ կամ ուրիշ շատ փորձություններ, որոնք գրնան երբևէ գտնվիլ, կսե ամեն տեսակ փորձություն ընել է յետք։ Այսինքն ինչ որ ինք 6000 տարի է, այսօր 6000 տարի է, այնադեն 4000 տարի է, փորձառություն շահած էր մարդը փորձելու ռավ։ Վերջավորության դեսավ որ փամը չմնաց որ փորձե։ Փարացիորեն փամը չմնաց որ փորձե։ Ասում նամակ են մեզի։ Ասում նամակ են մեզի դրված ինքնության համար։ Նամակ է մեր մոդեցումին համար, ինչպես պետք է մենք մոդենանք նման բաներու, ժամանակվան համար։ Եվ որ ես կգարտայի եւ այսպես այս ներշնչումը ունեցա, նաեւ այս խաղապարը եկավ, քննադատողական խաղապարը, որ գրնամ մարդիկ հարցնել, ժամանակվան համար հերացավ Հիսուսեն։ Եվ այս հարցումը կար, որ գրնալալ մարդոց մեկը, ինչու վերջի Հիսուս դգարացավ, ինչու վերջը Հիսուս մեղանչեց, որ սատանան նորեն իրեն մոտեցավ։ Եվ փուն նույնը ասոր մեջն է, որ սատանան չմոտեցավ, որովհետև դգար էր։ Սատանան մոտեցավ փորձելու համար օգտվելով պայմաններեն։
Հետևաբար ասիկա ամենօրյա փորձության եւ կյանքի ընթացքին դարբեր եղանակներու ժամանակներու մասին խոր հոգեվոր ճշմարտություն մը կբացահայտե Երևան կհանե եւ մենք հասկանանք Ղուկասի բարերը շատ ըստույք էին, շատ ըստույք ժամանակվան մը համար հերացավ Ղուկաս չսեր որ սատանան վերջնականորեն բարդվելով քնած այլևս մեկադալ պիտի չկա Նկատի ունենալով, որ սատանան սկիզբեն Հիսուսի վրա փամը չուներ, մինչև վերջնալ դեր Հիսուսի բարերով փամը չուներ սատանան թշնամին իր վրա, բայց հստակ կսե Տիդումնավոր Սուրբ Օքին իրեն կխոսեցնե, որ ժամանակվան համար հերացավ։ Ասիկա կնշանակե, որ փորձությունը եղանակ ունի, տարբեր ժամանակներ ունի։ Մշտական չլար Մեգումը կյանքին մեջ փորձությունը մշտական չլար Շատ անգամ հավատացյալներ գսեն երբ պիտի վերջանան այս փորձությունները ճիշտ արտահայտություն չէ Փորձությունները մշտական չեն լար եղանակներով գլան պայմաններով գլան բայց հավատացյալը գրնա ապրիլ կյանքը որ ինքնին իր ապրելացևին ծնունդը գրնա ալալ դժվարությունը, փորձությունը, սխալները իր կյանքերեն ներս մտնելը։ Հետևաբար ասոնք պետք է մենք իրար մե բաժնենք, բաժնելու համար պետք է լավ հասկանանք մեր ինքնությունը։ Սատանան պայմանները կսպասե, որ փոխվին եւ ոչ թե ամեն առիթ կկործածե։ Ես անցյալ օրերը գսեի սատանան երբ քու նավակդ պիտի ընկղմե երբ նավահանգիստին քովը շարած ես այնադեն չընկղմեր կսպասե որ դու օվկիանոսին ծովուն մեջտեղը հասնիս այնադեն կընկղմե ինքը նկատի կառնե որ ծովեզերքեն լողալով դու գրնաս ազատիլ բայց երբ ինքը կընկղմե քու նավակդ եւ ծովուն մեջտեղն ես անիկա լուծած կլա հարցը որ լողալով շուտով ցամաք հասնիս հետեւաբար մեր կյանքերեն ներս եթե մեկ բահմը հաղթություն ցերկ բերինք մենք չի նշանակեր ուրիշ բահի մեջ մեր առօրյայի մեջ թույլ գտնվինք անուշադիր եւ անզգուշ լանք մենք հաղթական ենք արդեն բայց թշնամին պայմանները կսպասե ինչպես այսօր Արդվան համարնալ իր ղարքին գհանտիբի ասոր որ մեր շուրջ առույցի պես կդառնա եւ կփորձե գտնել մեկը որբեսի հապշտագե դեսեք ինչ քեղեցիկ դարբերություն կա իր մոդեցումը լման դարբեր է մեր հասկացածեն մենք գրոնական Բացադրություն մտված ենք, պատկեր մտված ենք, որ սատանան զորավոր է, գրնա մեր գամքեն անգախ, պայմաններեն զորավոր է, գրնա պայմանները փոխել ոչ։ Ինքը գհետևի պայմաններուն։ Եվ պայմաններուն հետևելով է, որ գհաճողի եւ գգտնե միջոցը, որ մեզի վնաս հասցնե։ Սա կնշանակե, երբ ես հավատքս կործածեմ, հավատքով հոգևոր ջամփաս շտկեմ, Աստծո գամքին խոսքին համացայն կալեմ ես ընդհանրապես իր արիտ փնդրելները եւ պայմանները որոնք գրնա ինք կործածել կբաքսեցնեմ եւ կթատրեցնեմ եւ Աստվածաշունչը ցույց կտա որ Տեր Հիսուս Աստծո որդին որ անմեղ էր այդ մեկը ընելով է որ թեմտրավ Ոչ թե ուժ ուներ ինչպես մարդիկ կսեն այսպես անիկա Աստծո որդի էր մեկ բան Աստծո որդի էր բայց մարդ եղավ խաչվեցավ չարչարվեցավ ադիգան նամակ է թե ինք իբրև մարդ ապրեցավ եւ ամեն տեսակ փորձություն իրեն հանդիպեցավ բայց անմեղ մնաց ինչպես եբրայեցիներու գրգված նամակին մեջ կսե ասոնք մեզի կհայտնեն որ մենք զգուշ լանք ինչպես գաբրինք մեր կյանքը Հիսուսը ընդունել է վերջ Ես բեք չունիմ իմ գամքը սպարդատրելու, ես պետք ունիմ իր գամքը ճանչնալու, եթե գամքը սպարդատրեմ, գրնամ ես սխալը լա նգարակիրով, որոշումով, քայլերով,
Գրնամ ցախողիլ, բայց եթե ես իր գամքը ճանչնամ, անսխալ գրնամ ապրիլ։ Հետևաբար ես կյանքի ընթացքին բեք չունիմ գամքս, նկարակիրս, իմ փափակս, իմ ուզածս, իմ հաշվուս եկածը բարդատրել, ես պետք ունիմ իր գամքը ճանչնալ, անոր հանցնվիլ եւ ապրիլ, ասիկա հավատքի քայլ է։ Հավատացյալ լալս պայմանները չեն վերցներ, արիտները չեն վերջացներ։ Հավատացյալ լալովս դագավին երկրի վրա ապրածադենս պայմանները գրնանքալ ես ինչպես կհանդիպիմ պայմաններուն, կյանքի զանազան ժամանակներուն, փոփոխություններուն, անոնց մեջ ես հավատքով պետք է ապրիմ, որբեսի գարենամ Աստծո գամքը ճանչնալ, որուն մեջ չի կրնար սատանան մուտք գործել։ Կսե հերացա ամեն տեսակ բան փորձեց, չկդավ, հերացավ, ուրեմն գա իմ հոգևոր ինքնությանս մեջ, Քրիստոսի մարմինի մեջ, որուն անդամ եմ ես, գա դեղը, բաժիմը, ուր անմեղություն գա, սատանան չի կրնար ներս մտնել այդ տեղեն։ Ես պետք է գտնեմ։ Չեմ գնար հուսահատ ապրիլ։ Ես փորձեցի չեղավ, փորձեցի դակավին չհաջողեցա։ Գիտեք, բոլոր հնարքնողները աշխարի վրա 1000 անգամ ցախողել են յետ գրծած են փամը հարաճ բերել, որ մինչև այսօր հարյուրավոր դարիներով զարգացած է եւ լավ արդյունք դուրս բերած է։ Հետեւաբար չեն կրնար ցանկեն զզված լալնուս չափով մեր հավատքի ցանկը ապրիլ։ Մարդիկ շատ անգամ առօրյային զզված են, կորձեն, գրիվներ են, դժվարություններ են, սիսավներ են, պայմաններ են եւ երբ կան հավատքի գտեսնես, որ այլևս համբերություն չէ մնացած իր վրան։ Գնես, չեսներես գլխուս ջարին գնայիմ գաբրին։ Չլար, իմ հավատքս մեծ արժեք ունի, մեծ ուժ ունի, մեծ օրհնություն կա մեջը։ Ես ինչքան կհետևիմ անոր, օրհնություն պիտի վայելեմ։ Ես նույթով մի 2 օր գաղոթեի։ Գաղոթեի ոչ թե պատասխան առնելու համար, գաղոթեի որբեսի գիտնամ ինչպես պետք է քայլեր առնեմ։ Այսօր արդու հազիվ աչքերս բացի, ես պատասխանարի։ Օ, ինչ քեղեցիկ է, ինչ օրհնված է։ Մարդ կորեն շատ դժվար բիդելար ինձի որոշել։ Մարդ կորեն հաշիվներով մարդկային շատ դժվար բիդելար որոշել։ Անորամար ես իր գամքը ճանչնանն է ապահովեմ։ Հետևաբար նկատի արեք սիրեներ, որ սատանան գուսումնասիրե մեր կյանքին առօրյան։ Ուսումնասիրե մեր քաղցը, ինչպես ուսումնասիրելով հետևեցավ, նայեցավ, որ Հիսուս անոթի է, կրնանք անոթության հետ կապված փորձություն մտար իրեն, նայենք ինչ միտենե։ Ուսումնասիրե մեր քաղցը, ուսումնասիրե մեր հոգնությունը։ Մարդիկ հոգնած ժամանակին կնկատես ավելի քիչ կշալգեն, ավելի շատ կփարգանան, ավելի շատ գանդեսեն, ավելի շատ անդարբեր գլան, հոգնությանս եւ սատանան գհեդեվի։ Սատանան գհեդեվի քու հոգնությունդ, եթե թուն քու հանգիստդ նկատի չառնես, քու կարողութենդ անտին հոգնած ըլլաս, ադիգա հարց պիտի ելլա ուրեմն։ Հետևաբար սատանան գհեդեվի քու հոգնությանդ, սատանան գհեդեվի քու մեգուսացումիդ, ինչքան մեգուսացած կաբրիս, առանցին կաբրիս, մարդոց հետ ընկերության մեջ չես ապրիր, հոգևոր կյանքի մեջ, հոգևոր միջավայրի մեջ չես ապրիր, ինչքան գրնա ինքը իր միջոցներով քու մեջդ փամը գտնել։ Շատ անգամ մարդիկ կսեն, ես հոգևոր եմ, ես ամեն օր արդու գաղոթեմ, բայց լման օրը սխալ ընկերություններու մեջ է։ Եվ եթե նայես իր ընդհանուր ընկերությունները հոգևոր չեն, որովհետև ինքը անդեսած է, որովհետև ինքը բիդակ մտրած է հոգևոր մարդոց վրա, եւ այդ բիսով սատանան հաջողեր է իրեն զրկել, որ ինքը ապրի հոգևոր կյանքի բարիքներով։ Գիտեք, յուրաքանչյուր անց ցեզմե ինչքան քանց օրհնություններ ունի իր մեջը, անկախ որ լեցունալ նկարակրային թերություններ ունենա իր մեջը։ Հետևաբար մեր հարաբերության մեջ շատ կարևոր է որ վայելենք այդ բարիքները, որ մենք իրարու մեջ ունենք։ Ասիկա մշակույթ է որ մենք կստեղծենք։ Մենք կրնանք որոշել ապրիլ այս ուղղությամբ եւ թշկողություն եւ նկարակիրի փերեր շալգենք եւ ընդվզումներ ունենանք, կամ օրհնությունները վայելենք։ Ես նույնը պատրաստեցի 3 եւ գուզեմ առաջիկային եկեղեցի հետ բաժնեկցիլ։ Եկեղեցին գադարյալներու դեղը չէ։ Եկեղեցին Հիսուսի բարերով հիվանդանոց մնե։ Հիսուսի բարերով եկեղեցին հիվանդանոց մնե։ Հոն մարդիկ կուքան բժշկվելու։
Բայց եթե նայես մարդոց, որոնք նկարակիր պիտի գտնեն, մարդիկ կփնտրեն գադարյալի վարմունք անցերուն մեջ, այսպես է, այնպես է։ Սխալ է մեղքը, ընդունված չէ մեղքը, չենք որդեգրեր մեղքը, չենք որդեգրեր սխալը, բայց մոդեցումը լման դարբեր է։ Հետևաբար եկեղեցին հիվանդանոց մնե, ոչ թե գադարյալներու դեղ։ Եկեղեցի մեջ մենք չենք փորձեր գադարյալը գտնել, մենք գուքանք գադարյալը լալու, որովհետև Աստված այդպես կաշխատի, Եփեսացիս 4-ի մեջ այդ մեկը գսե։ Հետևաբար Սատանան նաև գնայի գուսումնասիրե զգացական ջնշումը որ դու ունիս։ Ինչքան զգացումները ջնշված վիճակի մեջ են, ինչով կջնշվին զգացումները, լուրեր են, սիսավներ են, կյանքի պայմաններ են, դարբեր առօրյա բաներ, որ զգացումներուդ վրա իր հետ կգրնապերել, անոնց կհետևի գնայի որ մեկում մեջ դգարես տուն։ Ինքը չի գրնար փոխել բամը, կհետևի ուր դգարես եւ այնտեղեն կուքակեզի, գնայի գոչումը, գնայի ջագատակիրը, ինչքան դգարես վնաս կհասցնե։ Ինքը չի գրնար կյանքդ գծել, չունի իշխանություն կյանքդ գծելու, քու օրհնությունդ մեկ փարդ գրնա իրեն ապտակ մլալ, որ իր ամբողջ կյանքին ընթացքին հավիտյան չմոռնա։ Բայց ինքը կհետևի իր ինքնության համաձայն, բնության համաձայն քու առօրյայիդ եւ անոր համաձայն, երբ թուն բագաս դեղեր ունիս, այդ բագասներով ինքը քեզի կփորձե վնաս հասցնել, ընդվզիս սելով աստուծմե, հոգևոր կյանքեն եւ ինչ որ շատ անգամ կբադայի հավատացյալներուն։ Երբ հավատացյալները գնդվզին, հավատացյալները աստված, նեղացած եւ այլն գլանսագը նշանակե, որ հոն իրենց գրծած է թփչիլ, փած թուրմը կդած է այդ գեդին մեջ։ Հավատացյալները շատ անգամ փախուստ կուտան այդ դգար դեղերեն, ուր բեկե իրենք զորանան։ Փախուստ կուտան, գերտան դեղեր եւ գաբրին այնպես որ ադոր չեմ ուզեր հանդիպիլ այդ վիճակին։ Բայց այդ վիճակը փած թուր է դու հոնդեղեն փախեր ես, չես փախած, սատանան մուտք ունի այդ դեղեն քու կյանքիդ մեջ պիտի մտնե։ Ուր երտաս, ինչ ընես պիտի քա եւ ոն վնաս հասցնե։ Հետեւաբար շատ կարեւոր է մենք նկատի առնենք այս բաները, որովհետեւ ինքը կհետևի պայմաններուն։ Հազիվ ասոնց մեկը կյանքիդ մեջ փոխվի, սատանան կվերադառնա։ Հետևաբար առօրյա կյանքի պայմանները կստեղծեն փորձության նոր արիտներ իրեն համար։ Առօրյա կյանքը կգուտակե նոր փորձություններ։ Ասեց սևը որ փորձությունը քեզի գուկա։ Աստվածաշնչականորեն փորձությունը գուկա առօրյա կյանքին մեջ են եւ ոչ բացահայտորեն չարեն։ Ասիկա շատ հստակ է Աստվածաշունչի մեջ, շատ անգամ հավատացյալներ Աստվածաշունչը 100 անգամ գարտալով հանդերձ այս ճշմարտությունը չեն ջանչնար ըմբռներ, որովհետև գրոնական մոդեցումը որդեգրած են եւ ադիգա գաբրին համարները գարտանն է գրոնական մոդեցումնին գորոշ է այս համարին իմաստը ինչ էր, փնավ խոր արժեքը գադարվածը եւ բադահածը չեն տեսներ, նկատի չեն առներ։ Գուկա պատասխանատվություններ են, որ ունիս կյանքի մեջ Գուկա հաջողություններ են, որ ունիս կյանքին մեջ։ Արիտովը գարոն էր նոր դագավին ճամփորդած էր եւ հաստատված էր Ամերիկայի մեջ։ Ինձի խոսեցավ հաջողության համար եւ ես այսպես զարմանալիորեն փոխանակ ուրախանամ հետ իրենսիներ ամեն հաջողութենի հետ գուկա ավելի շուտ փորձությունը։ Եվ ես երևույթին ինքնալ զարմացած էր այն ադեմ բամը չերսած, տարիներ վերջը, որ այս մեկը հսավ ինձի արիտ մի երբ եղավ, որ դու նոր այսպես սիր, ես այդ օրը չհասկացա, զարմացա, որ ինչու էդս չուրախացար, այդպես արդահայտվեցար, բայց վերջի ես գիտա, որ ինչ էր խնդիրը եւ ինչպես ես պետք է զգուշ լամ։ Մեր հուսախաբություններն ներս կմտնե փորձությունը ոչ թե ուղագի չարեն կմտնե մենք հուսախապլանքն է բանումը ուղագի չարեն կնկատենք մեր ծառայություններեն կմտնե ծառայության մեջ ընդհանրապես մարդիկ դարբեր մարդիկ են դարբեր մշակույթ ունին նույն ընտանիք են եղողներ իրարու հետ շատ անգամ չեն համաձայնիր բայց ծառայությունը մենք չենք կնար արդոնել ցկել որ մեր կյանքին մեջը թուրփանա Հետևաբար ոչ ծառայություն են դուրս գելենք,
Եվ ոչ սատանային արիտ կուտանք, հապա կգտնենք Աստծո ցևը, ճիշտ մոդեցումը, որովհետեւ Տեր Հիսուսի պես ամեն փեր գրելով հանդերձ մեղքը չգրծավ ներս մտներ իր կյանքեն։ Նույնիսկ Աստծո հնազանդիլը գրնա փորձության թռնել բացվելու միջոցը լալ, արիթը լալ։ Նույնիսկ որ դու հնազանդ ես Աստծո, դակավին գրնա արիթը լալ փորձության։ Բարձրեն դու Աստծո գամքը պիտի ճանչնաս։ Օրինակի համար այս օրինակը դամ Պենտակավորած 11-րդ գլուխի մեջ Դավիթ չընկավ իր դգար ժամանակին։ Դավիթ ինգավ երբ հանգիստի մեջ էր։ Հանգիստ կսկարինք զինքը, հաղթական կսկարինք զինքը, զորավոր կսկարինք զինքը։ Աստված իմ հետս է գսեր։ Երբ ինգավ ինքը դգար ժամանակին չինգավ, ամենալավ հաղթական ժամանակին մեջ ինգավ։ Եղիա հեզապելի ուժեն չդգարացավ, որ անաբատ երթա եւ մերնիլ ուզե։ Եղիա լուրջ հաղթություն դարաձեր։ Հեզապելի Փաղամի մարգարեները սպաննաձեր։ Հաղթութենե յետք է, որ ինքը ինգավ։ Պետրոս Հիսուսը ուրացավ ոչ թե երբ Հիսուսին ուսուցումները գսորվեր, հաբա ընկերային ճնշումեն իր չորս կողմը ընկերային ճնշումը պայմանները մարդիկը խոսքերը սելիկնին սավները իրեն վրա մեծ ճնշում էին եւ ինք այն ադեն է որ Հիսուսին ուրացավ Սատանան ընդհանրապես գահարցակի հնազանդութենետ յետք հոգեվոր վերելքետ յետք Քանի օքի ունեցած այդ հոգևոր վերելքը, որ այսօր շատ լավ ծառայություն ունեցա, այսօր շատ լավ գործ ունեցա, այսօր շատ օրհնվեցա փառք Աստծո, քանի օքի այսպես լավ ժամանակներում մեջը ինգած է, լավ ժամանակներում մեջ սայթակած է, լավ ժամանակներում եւ ինչ ասած է, նայ, ինչ լավ էինք, ինչ օրհնված էինք, ուր եկավ իմ ասիգա, դեղեմը չեկավ Բարձորեն թուն չգրծար գիտնալ հնազանդութենեն յետ վերելքեն յետ հոգևոր այդ ջեղկումեն յետ թուրը կոց պահել թուրը բացիր միան ասե ուրիշ կրեդիտ ալու վեք չունինք տշնամին որ ինքը արժանի չէ կյանքի դարբեր փոխանցումներեն փոփոխություններեն յետ գիտեք կյանքը դարբեր հանգրվաններ ունի Սկիզբը դբրոց, հետո համալսարան, վերջը կորձ, վերջը ամուսնություն, վերջը բզդիկ, վերջը այսպես, վերջը այնպես, դարբեր հանգրվաններ ունի կյանքը։ Եվ այս հանգրվաններուն մեջ մեր որոշումները ընդհանրապես գրնան արգելք լալ, գրնան փած թուրեր բերել։ Երբ մեր առօրյային մեջ մեր հսկողությունները գտուլնան, գբաքսին, այդ ժամանակ է, որ սատանային փորձությունները փած թուր գտնեն մեր կյանքերեն ներս։ Ղուկաս 4-րդ գլուխին մեջ Հիսուսի վերջին փորձությունները չեղան միան։ Այդ օրը սատանան գսե գեցավ ժամանակվան համար, բայց վերջը նորեն սկսավ հետագա փորձություններեն մի քանի հատ այսպես ասեմ Պետրոս Մատթեոս 16-ի մեջ 22-րդ ամառ գսե այդպիսի բան թող չբադայի քեզի գահամոզեր Հիսուսին իրեն հբարդություն տալով հբարդություն փչելով որ չլա որ թուն այդպիսի բան բադայի քեզի անարգվիս անդեսվիս խաչ ելես Հիսուս իրեն յետիս կնա սատանա կոչեց Սիկա փորձություն էր Հիսուս այդ թուրը գրնար փած բահել այդ թուրը կոծեց Ամփոխը Հովանու 6-րդ գլուխի մեջ Հիսուսը բռնությամբ բիդի թակավոր օձեին, բարձրացնեին ուզեցին։ Հիսուս փախավ իրենց մե, այդ թուրը կոծեց։ Ուրեմն փորձությունները դակավին եկան իրեն, բայց ինքը շարունակ իր առօրյայի մեջ ուշադիր էր, որ սատանային կորձածող թռները չլա որ ինքը փածկ է հանգարց, նույնիսկ որ ինքը չփացավ, ուրիշները փացին։ Փած չծկեց հետեւաբար մեր կյանքի ընթացքին մենք շատ անգամ գսենք ես չրի ինքը հրավ նո սատանա միայն քու փածած թուրետ կրնա մտնել գրնան մարդիկ բաժարը լալ նյութովը ջնշումովը այս կամ այն մեկ բանով բայց թունես որ թուրը փած կծկես անորոմար գետրոնացումը մարդոց ընելուն մարդոց սիսավին վրա նեդելու թող չերտա թուն սորվե Դերոջ հետ քալելով
թուրը կոց բահել։ Գեթսեմանիի մեջ Տեր Հիսուսը ասավ. Հայր, եթե կարելի է այս բաժակը հեռացուր ինձ մե։ Փորձության ժամանակ էր։ Բայց թող քու կամքը դլա ասավ։ Փորձության այդ սաստկությունը չցկեց, որ իր ընթացքը փոխե, իր ընելիքը փոխե, դակավին հոր գամքին հանձնված էր։ Գիտեք, այդքան փորձության ընթացքին զորավոր էր իր վրա փորձությունը, ջնշումը, եւ ինքը թեմ գտներ այդ ջնշումին, որ իր մեջեն քրդինքին այդ արյան գաթիլներ դուրս կուքային։ Բայց չանցնվեցավ, դուր չփացավ, որովհետև հոր գամքին հանձնված էր։ Խաչին վրան էր, ասին եթե Աստծո որդի ես, դու քեզ ազատե եւ վարիչիր, մենք քեզ բոլորս քեզ կընդունենք։ Մա ինչ էր Հիսուս ուզեր, որ իրեն հասկնային, ճանչնային, բայց չիչավ ոնդեղ են։ Ինք գրնար իջնել։ Ասոնք բոլորը փորձություններ էին, որովհետեւ ինք ցախողի, բայց ինքը մերժեց բոլորը։ Նույն թշնամին դարբեր անգյունեգ ուքա, նոր անգյունեգ ուքա, դարբեր եղանակի, դարբեր ժամանակի մեջ։ Սո մեր առօրյային մեջը մենք երբ հաղթություն ունենանք, ըսկուշ լանք որ թուր չփանանք, երբ հնազանդ ենք, երբ թուր չփանանք, երբ փամը գբադահի, ժխտական փամը գբադահի, նեղացուցիչ ջնշիչ փամը գբադահի, թուր չփանանք, թուր փանալը մեզի օգուտ չէ։ Ուրիշին վրա նետելը մեր առօրյային համար հաղթություն չի բերել, լուծում չի բերել, նույն հարցը կմնա։ Ասիկա ես իմ վրաս կխնդամ, ինքնախապեյություն գաբրիմ։ Հետևաբար բեք չէ արդոնենք, որ նման բաներու մեջ թշնամին հաճողի։ Փորձությունը նաև ինքզին գհարմարցնե։ Բարբեդ է, խելացի է, ինքզին գհարմարցնե։ Սկացական քու վիճակներուդ կհետևի, ուր ես, ինչ ես։ Փորձությունը կսկսի սաստ գանալ, երբ ինքզինքդ գարավարելը, պետք եղած ցևով ինքզինքդ գարավարելը նվազած է։ Ինքզինքդ հոգևորապես ինքնությանդ համացայն, խոսքին համացայն գարավարելը նվազած է, այն հատեն կսկսի փորձությունը սաստկանալ։ Եվ որ քու մեջդ պայմաններեն գախյալ ջնշումը գուդակված է, ինչ կսենք մենք, լեցված է այլևս չդիմացա բայթեցա։ Ամենալավ թուրն է իրեն, ոսկիով բադված թուր է իրեն համար։ Երբ թուն այդպես գգուդագես, բադրաստես թուն քեզի բայթելու։ Քանոք ունեցեր այդ փորձառությունը, այդ բայթելեն առաջ շատ ախորժակով գսկա, հիմա վիտ բայթիմ, հալելույա։ Քանոք ունեցեր այդ սկացումը, հիմա վիտ բայթիմ այլևս։ Օ, հալելույա, միան հալելույա բարեգես գսկամ հիմա որ ինչպես խենթի պես կսպասենք այդ մինչ գիտենք որ փարգությունը լավ չէ, բայց այդ բահուն հալելույայի սկացումը կա, որ հիմա պիտի բայթիմ։ Եվ ինչ քեղեցիկ է սատանային այդ բահուն համակորձակցությունը, չէ՞։ Մինչ այդ բահուն ներելը, այդ բահուն խոնարհություն առնելը մեզի համար դգարություն սեպված է մեր հոգեբանության մեջ, չէ՞։ Եվ ադոր համար այլևս արժանի չէ, լավ արժանի է կամ չէ, ադիգա քեզի ինչով օգնեց։ Եթե դու սխալ քայլ արիր, դու թուրը բացիր։ Ուրիշին վրա մին է դեր միան դու պիտի դարաբիս թուրը բացիր։ Նա մյուսը մեկա փարգություն պիտի լսե, բայց դու այսօր պիտի դարաբիս։ Նայած սատանան ինչպես կհետևի։ Ուրեմն ինքնությունը հարցականի դակ դրված ըլլան է։ Երբ քու ինքնությունդ հարցականի դակ դրված է, փորձության ջնշումը կսաստկանա, գավելնա քու կյանքիդ մեջ։ Բաներ կսկսինքալ, որ դու այլևս վստահ չես։ Ինքնությունդ հարցականի դակ է, ես որդի եմ, արդյոք փրկված եմ, արդյոք Դերը ներեց ինձ, արդյոք Դերը կսիրե ինձ, արդյոք ասիգա այնպես է, այդպես հարցումները կշատնան, որովհետև ինքնությունը այլևս հարցականի դակ է։ Հիսուս խաչին վրա մերավ գարձես թե, որ բզդիկ բանով մը որոշում են ետ դուրս կա։ Մենակության զգացումը, երբ մեջդ մեծածը լապորցությունը կսկսի սաստկանալ։ Մեկը չգա քովս, մեկը ինձ չլսել չուզեր, մեկը մտի գնել չուզեր, մեկը այսպես է, այսպես թուն քեզի մեգուսացած կբահես, կսաստկանա ավելի։
Տեսեք, ադորամար է, որ Մատթեոս 26:41-ի մեջ կսե արթուն մնացեք եւ աղոթեցեք։ Արթուն մնացեք եւ աղոթեցեք, որբեսի փորձության մեջ չինակ։ Ուրեմն մեր արթուն մնալը եւ աղոթելը ընդհանրապես սատանային հաղթելուն հետ կապ չունի, որովհետեւ սատանան հաղթված է արդեն։ Մեր սատանային փորձություններուն թիմած թուրերը պայմաններուն պատճառով, արիտներու օգտագործված արիտներուն պատճառով փանալեն իդ գենանք ասելով է արթուն մնալը եւ աղոթելը։ Երբ ես գաղոթեմ, արթուն կմնամ, ձոմաբահություն կնեմ, չեմ ներ որպեսի Աստված ուրախանա։ Գնեմ, որպեսի ես Աստծո գամքը ճանչնամ, Աստծո գամքը ճանչնալով հաղթությունը, օրհնությունը, հաստատված բարիքները սկսեմ վայելել։ Հետևաբար բեք չէ սխալ թարգմանվին այս բաները, եւ շատ կարեւոր է, որ ասենք մենք նկատի առնենք։ Ոչ թե մեր կյանքերներս փորձությունները կվերջանան, հաբա որովհետև պայմանները կփոխվին։ Փորձությունները չեն վերջանար։ Թուն քեզի այդ մոդին վրա մի թներ, որ շատ եղավ այսքան փորձություն, շատ եղավ այլևս ասկան, այլևս չեմ թիմանար, այլևս չեմ ուզել, բարապ բաներ են ասոնք։ Ասոնք ցույց կտան, որ թուն ուզես որ թուր բադուհան փած ցկել, թուր բադուհան փած ապրիլ եւ դրտուն չնել։ Թուն հոգևոր ես, պետք է գիտնաս բադուհանդ երբ պիտի փանաս, թուրդ երբ պիտի փանաս եւ երբ պիտի կոչես եւ ասիգա գրնաս գիտնալ Աստծո հետ քայլ առ քայլ քալած ադենդ։ Աղոթքդ միներ որ իրեն ուրախացնես, աղոթքդ ըրե որ իրեն հետ միանաս, աղոթքդ ըրե որ իրեն գամքը ճանչնաս, աղոթքը ըրե որ իրեն լավ հասկանաս, իր ջամփաները սորվիս, գսե Մոսես Աստծո ջամփաները գիտեր, բայց Իսրայել միան հրաշքը գիտեր։ Մեկը գապված էր ամբողջ էությամբ Աստծո գամքը ճանչնալու, մյուսը գապված էր հիմա այսօր ինչ վիտնես դեր մեզի համար։ Հաց կուզենք, խմիչ կուզենք, գերագուր, ինչ որ մեկը վիտնես այսօր ինձի ասե։ Ուրիշ բաներ մի խոսիր։ Գրնակ այսպես համեմատություն տնել, ուրեմն շատ զսկուշ պետք է լան։ Ուրեմն մենք կտեսնենք, որ Սատանան Հիսուսեն ժամանակվան համար հերացավ, ինչու, որովհետև Հիսուս սկացականորեն արտահայտություններ չրավ այդ բահուն։ Լուրջ կեցվածք ուներ։ Հիսուս չփածադրեց կամ վեճ չրավ անցած դարձած բաներուն համար։ Թուրը պետք է կոց մնար, թուրը կոց ցկեց։ Թուրը կոց ցկելու ադեմ պետք է քին վճարեր, քին վճարեց։ Թուրը կոց ցկելու համար պետք է անոթի մնար, գերագուր չուդեր, անոթի մնաց, գերագուր չգերավ, այդ թուրը կոծվիտ մնացավ։ Աստված ասաց է, որ միան հացով չէ որ մարդը կգերագրվի, ես Աստծո գամքին համացան այդ թուրը կոծվի ցկեմ, թող ստամոքսը սիրմով լեցվի։ Այդպես հրավ ինքը, վեճ չրավ, բացադրություն չուզեց։ Իր ինքնության մեջ գանքուն հաստատ մնաց, առանց ուժ ցուցադրելու, թեև գրնար ինքը հրաշքնել։ Այդ բահուն սատանային փերած փորձության թիմած ուժ ցուցադրելը նորեն թուր բանալ էր, հրաշք չրավ։ Այդ թուրը կոծվի մնացավ։ Հիսուս պատասխանեց միայն այն, ինչ որ իր ապրած ճշմարտության հետ կապ ուներ, իր ներքին աշխարհին մեջ իր գեցվածքն էր, ադիգա է որ ինքը արտահայտվեցավ։ Ոչ թե մեքենականորեն միտքը համար եկավ, ինչպես շատ անգամ հավատացյալներս լավ մղում է գսենք, միտքս համարներ չեն մնար։ Պետք չունիս միտքիդ մեջ համար տնելու, որովհետեւ մեքենականորեն արտահայտես։ Երբ դու այդ համարները ներքնաբես գաբրիս, փորձությունը երբ կա, գիտնաս բարձորեն թուրը բեկե փադաս կամ թուրը բեկե կոծկես։ Քու կորձը թուրը փած կամ կոծ բահելուն հետ կապված է, ոչ թե համարը կոծ սորվելու հետ։ Համարները եթե բոլորը գիտնաս կոծ, բայց չի գիտնաս որ համարով այդ թուրը կոծ պիտի բահես, չօգտվեց առ համարեն։ Չվայլեցիր հրաշքը, կանե օքե հասկացավ, չվայլեցիր հրաշքը։ Հրաշքը համարը կոծ գիտնալեն չի կար, սատանային թիմած համարը ասելեն չի կար, համարին համացայն թուրը կոծ պահելեն գուկա հրաշքը, որովհետև թուն հրաշքի բեք չունիս, Աստծո շարժելուն բեք չունիս, քու շարժելուդ պետք ունիս, թուրերը փած կամ կոծ պահելու պետք ունիս։ Ուստի սատանան ինչ կսպասեր ջնշում, կսպասեր հարաբերության ցավ,
կսպասեր ֆիզիկական դարաբանք, հոն արդահայտություն մնե, թերի արդահայտություն մնե, որ ամիջապես ինքը օգտագործե այդ փաստը։ Մեկ հատ բահ մնայեք ու արորիայիդ հուսահատությունը, դարաբանքը, սկացական ճնշումը, ցանկի պայմանները, մարդոց կողմէ արհամարհանքը, անդեսելը քեզի ինչ ցավեր կպատճառե եւ թուն այդ սկացումները ինչպես գարդահայտես, արդահայտած ադենը թուրեր կփանաս։ Եթե թուր բացիր, ողջինեցիր։ Հաջորդ անգամ այդ անցին եթե նայես, բիդի աչքերուն չգարենաս նայել, այլևս թուն իրեն չես սիրեր, այլևս ինքը քեզի թշնամի ասոնք ամենը գուկան ինչու, որովհետեւ մեկ արարքով թուրը բաց սկեցիր, գուզես այլևս 4000, 6000 դարվա խորհուրդ կուտա քեզի սատանան։ Ինչ գուզես կլա այդ բահուն, վերջը գսես շատ դժվար է կյանքը։ Կյանքը դժվար չէ։ Թուրերդ կոչել սորվիր։ Հետևաբար սիրեիներ, փորձության մասին խոսիլը վախ արթելու, վախ պատճառելու համար չէ, հաբա իմաստություն դալու համար է, որ ես այսօր ասնույթ ուզեցի ցեզի խոսիլ, որովհետև շատ անգամ ես կտեսնեմ հավատացյալներ գախյալ իրեն 4 կողմի պայմաններեն գորոշեն ինչ պիտի անեն, ինչպես պիտի արդահայտվին, ինչպես պիտի ապրին։ Գիտեն ամեն ինչ։ Անորամար շատ անգամ ասած եմ, մեր եկեղեցիներս մենք գիտություն դալու պետք չունենք, մենք օծության պետք ունենք, որ իրենց քիծածները շիդակ ապրին, ճիշտ ձևով ապրին, կոնե դերոջ մղումը ունենան այս ժամանակին մեջ։ Հետևաբար հավատացյալները չեն կանչված, որբեսի փորձության վախով ապրին։ Հավատացյալները չեն կանչված, որբեսի գասկած ամդությամբ ապրին, հաբա կանչված են, որ ներքնաբես խարսխված, ամրապնդված, հաստատված ապրին, կանչված են օրական հսկողություն ունելով ապրին, հսկողություն ունեն իրենց անցին, հսկողություն ունեն միշտ իրենց նայվածքը հոգևոր ամրոցներուն վրայեն, թեպի իրենց հանդիպող պայմաններուն, որ չլա հանգարց սխալ նյութովը սխալ թուրփանան իրենց ներսիտին, ցանկի փոխվող բահերը զգուշությամբ թիմավորեն։ Ցանկի փոխվող բահերը լեցուն բաներ կան, որ կփոխվին, այլևս նույնը չեն մնար։ Շատ մարդոց ասերեմ, նայ ասնյութով բեք չէ տուն փախուստաս, որովհետև տուն ուր երթաս, ասնյութը յետևետ պիտի կա, հետը դե։ Թուն եթե ասնյութը Աստծո խոսքին համաձայն, գամքին համաձայն չլուծեցիր, ասնյութը հետդ պիտի երթա, նույնիսկ եթե տուն որոշես երթաս աշխարհի մյուս ծայրը ապրելու, այս նյութը հետդ է, ինքը նյութ մնե, որ քու մեջը թուր կփանա։ Եթե թուրը բացվի սատանային փորձությունը հետդ է, ինքը լիփանան չմնաց, եթե տուն աշխարհի մյուս ծայրը կացիր։ Հետևաբար շատ զգուշ պետք է ելանք։ Մենք կանչված ենք հոգևոր արթնություն կործի տնելու համար։ Եվ ոչ թե ամեն օր հոգևոր անհանգստություն ապրենք։ Շատ հավատացյալներ գլսեմ, որ եթե աս խնդիրը եթե չլար, շատ լավ աղոթներ գնեմ։ Այս խնդիրը չլար, ես ամեն օր արդո Աստծո խոսքը գարտամ։ Այս հարցը եթե միշտ գախյալ է անհանգստութենը։ Ասոնք եթե չլան, ես շատ լավ եմ նայր, դու ես որ վիճեցնես ադոնք, անոնք առանցին պիտի չգնան։ Միայն թունես որ գրնաս գեցնել այդ բաները։ Հետևաբար մինեդեր պայմաններուն եւ բարականերուն վրա Աստվածաշունչը գսե ահա թե ինչու այբ Կորինթացիս 10:12 ահա թե ինչու ով որ կգարձե թե գանքուն է ասկավելի զորավոր բան կա ով որ կգարձե որ Քրիստոսով ինքը գանքուն է թող զգուշը լավոր չինա։ Ինչու համար գսե որովհետեւ այդ ժամանակ որ տուն կգարձես որ տուն ճիշտ դեղի մեջ ես տուն թուրփած սկացես։ Հետևաբար ասეთ սևը որ մենք պետք է ապրենք, հետևաբար փորձությունը դգարության նշան չէ։ Հիսուսեն սկսյալ բոլորիս հետ կբադահի։ Շատ անգամ մեկը փորձության մեջ լան է ուրիշ մսորվեյացած ադենը բեք չէ այնպես ուղե անցը որպես թե տուն դգարես անորամար կփորձվիս։ Ես չեմ տեսներ օրը Հիսուս դգար էր որ ինք փորձվեր ուրեմն եթե մեկ հոգի կոնե բեք չէ փորձվեր ադալ Հիսուսն էր գսե սատանան միակ անցին ցանկի մեջ որ իր բոլոր հնարքները բերավ անալ Հիսուսն էր բայց դգար չէր փորձությունը դգարության նշան չէ հավանաբար երբ զորավոր ես երբ հնազանդ ես ավելի պիտի փորձե ներ մազի թելի պես դեր մը գտնե որբեսի քեզի ցախողեցնե որովհետև դու իրեն շատ ավելի վնաս ես երբ շատ մադեն բաները յետ կքաշվիս, ադիգա բարդվիլ չի նշանագեր։
Չի նշանակեր բարդություն, երբ դու նյութերի հետ կքաշվիս։ Մեգումը վարմունքը առնելով քու սրդիդ մեջ չես մեծներ, թուր չես սպանար, ադելություն չես բերեր։ Ամենօրյա կյանքը հարաճ կբերե նոր փորձություններ, պետք է հասկանաս, պետք է ըմբռնես։ Քու գետրոնացումը դադոնց հաշվելը չէ։ Այսօր ասեղավան եղավ, որ մեկը պիտի շալգեմ չեմ գիտեր, քանի օքի ունեցեր այս սկացումը, որ մեկը քանի հատ պիտի շալգեմ չեմ գիտեր։ Մեկ չունի շալգելու, Հիսուս ասաց է ինձ եկեք հոգնած եւ բեռնավորվածներ, որովհետեւ ես հանգիստ եւ խաղաղություն դամ քեզի։ Բարձորեն դու երբ դժվարությունը քեզի մոտենա, որոշում գարնես պիտի լուծես այդ դժվարությունը։ Նորմալ թուրը կփանած մարդկային օրեն կշալգես, ժամանակ դուր Աստծո արչեւ գեցիր մինչ որ իր պատասխան առնես։ Մինչ որ այս նյութին մեջ իր ուղությունը ցերկ բերես, հաղթությունը կբահբանվի ամեն օր Աստծո հետ համահունչ, հավասար, համապատասխան լալով իր կամքին եւ ոչ թե անցյալին մեր ունեցած մեկ հաղթութենեն Աստված կամ մեր փորձառություններեն Աստված ապրելով։ Իմ անցյալի փորձառությունս ինձ չօգներ, որ այսօր ես նույն հաղթությունը վայելեմ, նույն փորձառությունը ունենամ, այսօրվա պայմաններուն դիմաց իմ հոգևոր Աստծո կամքին համաձայն քալելս գորոշե ես ինչ փորձառություն ցերկ պիտի բերեմ։ Ամեն։ Կովինից ես գրնամ։ Ես գրնամ։ Ես ունիմ կարողությունը ցերկ բերելու։ Ամեն։ Եկ